մեղմ ավելի, այսպես ասած, չակերտերի մեջ ֆուտբոլային։ Մեկնարկեց հանդիպումը, նշեմ թիմերի մեկնարկային կազմերը, առաջ ընկնելով ասել Վարդան Վիչաղչյանն է։ Գանձասար դարպասում համար 13 Անատոլի Այվազով, տանկավոր հարված հետևեց, Այվազովի հիմա գնդակը կմցնի խաղոր մարզիչը Կարեն Ավոյանն է։ Մրցարարներին ևս դշեմ, հանդիպումը սպասարկում է Վարդան Մանուկյանը, նրա օգնականները Խաչատուր Հովհաննիսյանն ու Հարություն Համբարձումյանն են, 4-րդ պաշտոնյա Սարգիս Խաչատրյանն է, վառի մրցարարներ Արտեմ Գասպարյան, Մեսրոպ Ղազարյան, հանդիպան տեսուչը Աշոտ Հարությունյանն է, խաղի պատվիրակն էլ Արման Մանուկյանն։ Հանդիպան ընթացքին էլ ձեզ օգնում է տվել Արման Զաքարյանը։ Այսքանը պաշտոնական մասից վտանգավոր պատասխան նաև հետևեց Գանձասարի ֆուտբոլի եւ իհարկե լեգիոներներին նույնպես կարելի է անդրադառնալ, բայց ընթացքում խաղի ժամանակ չշեղվենք խաղից։ Հարկ եղած դեպքում բնականաբար Այվազովը մեկ անգամ էլ Հայաստանի գավաթն ու սուպեր գավաթը նվաճել է Շիրակի կազմում։ Նորից փրկեց Այվազովը։ Լավ է խաղում իր նախկին Գոնսալու Ռոշային Շիրակի պաշտպանները ու վերջո պորտուգալացին ուժեղ հարված կատարել չկարողացան։ Սխալվում է այստեղ Գանձասարի ֆուտբոլիստը վտանգավոր է, հասցրեց հետո նաև նահանջել Ճապրև կարող էր իհարկե այդ սխալից շատ հանգիստ օգտվել Շիրակը։ Արվածը բարձր ստացվեց։ Շատ անփույթ են գործում հիմա պաշտպանությունում Գանձասարի ֆուտբոլիստները ևս մեկ փորձ ու այստեղ գրավում է մրցակցի դարպասը Շիրակը հարվածի պահին կարծես չկար խաղից դուրս վիճակ ու բացված է ինչ աստիճան կոշտությամբ պաշտպանվել կամ հարձակվել ևս մեկ փոխանցում անցավ բոլորին գնդակը բայց հակագրոել Գանձասարը չկարողացավ ճիշտ է աշխատում հիմա Ծառուկյանը պարզապես առաջ ուղարկեց մրցակցի Տուգանային հրապարակի մատուցել ու այնտեղ էլ թիմակիցներից մեկը հասցրեց նաև հարված կատարել ու հիմա Շիրակը հասցնում է վերադասավորվել ու հասցնում է պրեսինգի արդյունքում խլել գնդակը ևս մեկ վտանգավոր պահ Մաշյան կտտեցնում է գնդակը հիմա Շիրակի ֆուտբոլիստը բայց դաշտում եզրայինները Սերոբ Գրիգորյանը եւ Աթիլան առաջանում են, բայց ավելի շատ Գանձասարը օգտագործում է գրոյի աջ եզրը, այնտեղ Արտյոմ Ավանեսյանը ապահովում է այդ ակտիվությունը, այլ Աթիլան է միացել գրոյին, ստացվեց շրջանցել մրցակցին, փոխանցումն էլ կար սխալ անդրադարձ եղավ հիմա ու ներում է մրցակցին եկած Ժաու Ալմեյդան փորձում է չմնալ մյուս եզրում իր թիմակցի Արտյոմ Ավանեսյանից ստվերում առաջին մոտեցումը նրա այսպես խաղի մեջ եթե վերցնենք ու լավ համագործակցեց այս դրվագում Սերոբ Գրիգորյանի Գանձասարի երկրպագուները ևս ակտիվանում են փորձում դրանով իսկ ակտիվացնել նաև իրենց ֆուտբոլիստներին Լավներ այս փոխանցումը, լավներ նաև անցումը, արվածներ կար, բայց նորից բախտը երես է թեքում։ Գանձասարի Շիրակի ֆուտբոլիստ։
ամեն կերպ խանգարեց ձախ եզրից սկսած մինչև աջ եզր, եթե չեմ սխալվում Համլետ մնացականն էր, հասավ Ավանեսյանի հետևից ու վերջում էլ առանց կանոնների խախտման խլեց գնդակ։ Նոր փոփոխություն է պատրաստել այս ընթացքում Կարեն Ավոյանը, հիմա կոպիտ սխալ ակտիվացավ, վերջապես ինչ-որ բան առաջարկեց մրցակցի պաշտպաններին Բերտրանդ Մանին, բայց իսկ պատվական Ավետիսյանը տեղակայվի Լիզալդայի և Տիտկովի կողքին կխաղա Կարեն Ավոյանի գլխավորած թիմը։ Փոփոխություններ նաև Շիրակում կլինեն, մինչ այդ նորից անկյունային է խաղարկում Գանձասարը, վտանգավոր էր, բայց փակեցին արվածը ու այն Չանցավ փոխանցումը ու լավ է աշխատում հիմա Գանձասարի թիմային պրեսինգը բարձրից փոխանցում ու պաշտպանությունում փակեցին Ալմեյդայի հարվածները Բարձր ընթացավ Սակյան լավ աշխատեց Շիրակի ավակը հասցրեց նաև գրոյողությունը տեղափոխել Գոդիան ցավ մրցակցին փոխանցեց կենտրոն բայց չհավատացին թիմակիցները Ոչ Գիանֆին եւ ոչ էլ Արությունյանը այդ ուղղությամբ չշարժվեցին Նալով լարվում են կրքերը արագությունները ավելանում են եւ պաշտպանող թիմի ֆուտբոլիստները մի փոքր ավելի ուշ են արձագանքում նման իրավիճակներին եւ ստիպված են լինում տակտիկական խախտումներ թույլ տալ դրանով իսկ կարող են նաեւ տեղի տալ ֆուտբոլիստների էմոցիաները Կանոն առմամբ հանդիպումը կարգապահական տեսանկյունից շատ լավ ընթացքի մեջ 20 րոպեից էլ քիչ ժամանակ ունի Գանձասարը Նեպան ընթացքը բեկելու համար Շիրակը դեմ չէ այսպես պաշտպանվելու Անցումը լավն էր, փոխանցումն էլ կար, հարվածն էլ եղավ, բայց կրկին այն Ավանեսյան էր գնդակի մոտ ու նաև շտապում է այսպես Կարապետյանը ու ճիշտ էլ անում է 3-2-ի դեմ Շիրակը գնում է հակագրոհի և աչից և ձախից կա տարբերակներ ու ուշացնում այստեղ էլ ուշացրեց հարվածը Գիանֆին Կոդյան լավ աշխատեց բոլորին իր հետ տարավ կենտրոն հետո միայն ազատվեց գնդակից բայց ուշացրեց հարվածը կամ էլ հասցրին նահանջել Գանձասարի ֆուտբոլիստները ու փակել հարվածի ճանապարհը Աթիլան էր իդեպ վերջին պահին որը փակեց գնդակի ուղղությունը կար կանոնների խախտում սուլել էր մրցավարը ժամանակ թե Կոդյան թե Գիանֆին առաջ են փոխվում եւ գումարած նրանց էլ ասում է միանալ մեր հարությունն այնպես որ եւս մեկ հստակ փոփոխություն թարմություն պաշտպանություն Այնց Ասատրյանի դիրքից է Շիրակը փորձում գրո ձեռնարկել Գիանֆի Նորությունյան Կոդիա Վարպետորեն շրջանցեց մրցակցին Կոդիան հարված էլ կատարեց բայց ավելի շատ փոխանցում էր սա ոչ թե հարված